Թրիչքի համար սիրում օգնած բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում Ձերքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խորվերքերից կործանվում եմ որոգայթից վախցել հրկել և շանկությունը իմ վախրուն ու գտնել ուղին իմ դեպի տուն ու գտնել ուղին իմ դեպի տուն Ազատ ես գնա Շնորհակալություն Ես չեմ բաց թողել, որ ինձանից է շնորհակալություն հայտնում Ոչ միտեղ չես գնա տականք Հանգստացիր մայոր Ես քեզ ամեն ինչ հիմա կբացատրեմ Հանգստացի մայոր, ամեն ինչ օրենքի սահմաններում Հանգստացիր Ռազմիկ Դու ոչ միտեղ չես գնա Զավեն Հանգստացիր Ռազմիկ Չէ վրեժ Ես տականքը հանցագործություն ա գործել ու պիտի կրի իր արժանի պատիժը իր հանցանքների համար Իսկ ավելի լավ կլինի որ ես հենց հիմա տեղում սատկացնեմ նրան Ինչ կարծիքի ես իմ առաջարկի մասին Զավեն Մայոր խնդրում եմ զենքը ցածիր ու մի կողմանցի Վրեժ Եթե ուզում եք սրա պատճառով կրակեք իմ վրա ուրեմն կրակեք Խնդրում եմ քեզ մայոր պետք չի դա անել Չէ վրեժ Այս տականքը 3 հարցաքննության ժամանակ նայում էր դեմքիս ուսից աղում ասելով որ ինքը վաղ ազատության մեջ կլինի Հիմա դուք ուզում եք որ ես բաց թողնեմ Դա գեներալի ուղղակի հրամանն է մայոր Ինչ Գրողտան Նստեք մեքենան ու գնացեք Զավեն Շնորհակալություն քեզ, որ թույլ չտվեցիր մայորին հաշվեհարդար տեսնի ինձ հետ Ես դա քեզ համար չեմ արել Զավեն Դա ուղղակի արել եմ ընկերոջս համար, որ հետո պրոբլեմների մեջ չընկնի Ես դա էլ նկատի ունեմ Կարելի է պարոն գեներալ Կարելի է համեցիր, նստիր Ռազմիկ Սա ինչ է Ռազմիկ Զեկուցագիր որով ես խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից Ես կարող եմ գնալ Ոչ, չես կարող, նստիր Պարոն գեներալ Ես այդ զեկուցագրի մեջ մանրամասն նշել եմ բոլոր այն պատճառները, որոնք ինձ դրդել են դիմել նման քայլի։ Նստիր ասում եմ Ռազմիկ։ Ես միանգամայն հասկանում եմ քո վրդովմունքի պատճառները, մայոր։ Բայց հասկացիր, երբեմն լինում են իրավիճակներ, երբ ստիպված ես հաշվի նստել հանգամանքների հետ։
Ինչ հանգամանքներ են դրանք, պարոն գեներալ, որ ավելի բարձր նշանակություն ունեն, քան Զավենի պես մաֆիոզին բանտ նստեցնելը։ Մենք արդեն մի քանի տարի շարունակ աշխատում ենք, որ ձեռքներս հասնի նրան, եւ հիմա երբ նա մեր ձեռքում է, ինքներս ենք բաց թողնում։ Ռազմիկ, ես ուզում եմ, որ դու հստակ գիտակցես, որ ես Զավենին բաց չեմ թողել ինչ որ մեկի պատվերը կատարելով։ Ես դա արել եմ անձնական նախաձեռնությամբ։ Չեմ հասկանում, պարոն գեներալ։ Ես չեմ ուզում, Ռազմիկ, հիմա քեզ շատ մանրամասներ բացահայտել, բայց կասեմ այսքան։ Հավաստի տեղեկություններ կան, որ Զավենը հիմա մեծ գործ է ձեռնարկել, եւ մենք պետք է նրան ազատ արձակենք, որպեսզի հետագայում, երբ մեր ձեռքին ճշգրիտ ինֆորմացիա կլինի, ձերբակալել թե նրան, թե նրա հանցակիցներին։ Ինչ գործ է դա, պարոն գեներալ։ Առայժմ ոչինչ չեմ կարող ասել քեզ, Ռազմիկ։ Դրանով նաև ուրիշ ծառայություններ են զբաղվում։ Խնդիրը կայանում է նրանում, որ մենք հնարավորություն կունենանք մի քանի ազդեցիկ մարդկանց ձերբակալել, որոնք այդ գործի մեջ են։ Լսիր, Ռազմիկ, ինձ համար շատ վիրավորական կլինի, եթե դու մտածես, թե ես անձնական շահագրգռվածություն եմ ունեցել Զավենի հարցում։ Ես այդպես չեմ մտածում։ Դու լավ ոստիկան ես, Ռազմիկ։ Եվ ես չեմ ուզում, որ այս միջադեպը ազդի քո վճռականության վրա։ Իդեպ դու առաջվա պես ունես իմ լիակատար աջակցությունը։ Վերցրու ես դիմոտ։ Քեզ հաջողվեց գտնել այդ ձայնագրությունը։ Ոչ։ Ձայնագրությունը արդեն գոյություն չունի։ Ինչպես է գոյություն չունի։ Անահիտը, որն ամուսնումից հետո հանդիսանում է այդ ընկերության խոշոր բաժնեմասի սեփականատերը, ոչնչացրել է այն, տեղի տալով Միրոյ շրջապատից մեկի, ինչ որ մի ստահակի սպառնալիքներին։ Իսկ ես կարծում եմ, թե դա արդեն մեզ մոտ է։ Ես իմ ձեռքի տակ երկու բողոք ունեմ, որոնց հիման վրա պատրաստվում եմ Միրոյի դեմ քրեական գործ հարուցել։ Դա Արմենի եւ Անահիտի ցուցմունքներն են Միրոյի դեմ, որ նա ահաբեկել է նրանց։ Բայց ես չեմ կարող Միրոյին կալանքի տակ պահել, մինչև դատական նիստը։ Հասկանալի է։ Բայց ես կարծում եմ, որ այդ գործի քննության ընթացքում շատ հարցեր կբարձրանան ջրի երես եւ մենք կկարողանանք Միրոյին բանտ ուղարկել։ Կարծում եմ այդ ընթացքում Վահրամի օգնությամբ մենք կարող ենք այլ ինֆորմացիա նույնպես հայթայթել։ Լավ, շարունակեք աշխատել այդ ուղղությամբ եւ ինձ տեղյակ պահեք գործի ընթացքի մասին։ Լսում եմ, պարոն գեներալ։ Կարող եմ գնալ։ Ռազմիկ, ես նորից քեզ ուզում եմ կրկնել, որ դու Զավենի հարցով որևէ կասկած չի պիտի ունենաս։ Ես չեմ ուզում, որ քո վրա վատ անդրադառնա այս միջադեպը։ Չի անդրադառնա։ Հույս ունեմ, որ այդպես էլ կլինի։ Հիմա գնա, ազատ ես։ Հա, Գևոր, Ուր ես Վահան։ ռոպկի մեջ եմ, համբերի մի քիչ։ Ինչ ես տուֆտում արա։ Կարողա որոշել ես վրես ֆռաս Վահան։
Գևոր հորս արև պրոպկի մեջ եմ, մի քիչ համբերի։ Չեմ կարա համբերեմ։ Վան, Յանս արդեն տանում է։ Օրս արև աշկիս արդեն տեսիլքներ են երևում։ Մի ձև գտի ոտդ կաղկցի մինչև հասնեմ այդտեղ, Գևոր։ Մոտավորապես ինչքան ժամանակից ստե կլնես Վահան։ Կոնկրետ չեմ կարող ասեմ, մի 10-15 րոպեից։ Հասա խանութի մոտ կզանգեմ դուրս կգաս։ Լավ, մենակ շուտ արա Վահան։ Մուշո, սրանք տարտիր մեքենայի մեջ հեսա գալիս են։ Իրա ջան, երեխու համար ամեն ինչ առել։ Հա, ամեն ինչ առանք, մնաց մամայի օծանելիքը, դա էլ վերցնենք նոր գնալ։ Հա, բալես, ուզում եմ երեխուն, մի հատ սամալյոտ առնեմ, իրար հետ ընտրենք։ Առնենք, պապ ջան։ Գևորգ։ Գևորգ։ Արա քուրդ քոյտա չեն տեսում։ Ինչա, պապ։ Ես ինչ է քո վիճակը արա։ Ձևի շոքում եմ, պապ։ Գեվ ջան, մի հատ երեխուն նայի գնանք առևտուր անենք գանք, հա։ Լավ, իմ ջան։ Հալես, տեղ խավա։ Հեսա նայի։ Ես ամամա քեսո։ Հա, Վահան։ Չէ, Վահան։ Ես այդքան ժամանակ չունեմ, Վահան, որ նստեմ տաքսի գամ ու հետո հետ դառնամ։ Չէ, Վահան, չէ։ Մուշո, հեսա Գևորիկը, երեխուն գրկած դուս է գալու, դրան բռնի բաց չթողնես, արի բանը։ Մուշո, ինչ եղավ։ Մուշո։ Շեֆ ջան, նստեց ավտոն ու գնաց։ Արա գոնե տաքսո համարը գրեցիր։ Չէ, շեֆ ջան, նկովս չանցավ։ Պապ, ուր ատարել երեխուն, ուզում եմ իմ երեխեն իմ հետ լինի, հենց իմ երեխուն բեր, պապ։ Միան անգսացի բալես մենք ալենի, ապայմուն կգտենք։ Մուշո, իրային տար նստացրու մեքենա ես հեսա գալիս է։ Իլ ջան, Ալենի հետ բան չի պատահի, պատահեց։ Բացի տղա ջան, անունդ ոնց է։ Գեղամ, դու կարաս ես մի հատ խելամիտ պատասխան տաս, թե ինչի իմ տղեն հարձակվեց քո վրա, հետո երեխուն վերցրեց ու փախավ։ Ես գաղափար չունեմ, ես երեխու մոտով անցնում էի, ուղղակի սիրեցի, հետո հեռախոսը զանգեց, ձեռս տարա գրպանս որ վերցնեմ, այդ պայն հարձակվեց վրեց ու գցեց գետին։ Հա, իսկ իմ տղու հետ դու երբևիցե հանդիպած կաս։ Չէ, ես այն առաջ անգամ եմ տենում։ Հա, դիտեպ, սա ձեր տղայի հեռախոսն է, գետնին ընկած էր, ուզում եմ մենեջերին տայի։ Ապրես Գեղամ ջան, ապրես, մերսի։ Խնդրեմ։ Զավե։ Խոսեք, պարոն Վարդանյան։ Իրոք ես եմ։ Զավեն։ Եթե քեզ ոստիկանությունում ընդամենը մի զանգի իրավունք են տվել, եւ դու զանգահարել ես ինձ օգնության խնդրանքով, ապա զուր ես վատնել այդ թանկարժեք զանգը։ Ես ուրախ եմ, որ դուք չեք կորցրել ձեր հումորի զգացողությունը, պարոն Վարդանյան։ Այն ձեր շատ պետք կլինի բանտում, որտեղ դուք կանցկացնեք ձեր կյանքի մնացած տարիները։ Դու հիմա այնպես ես խոսում, կարծես թե քեզ արդեն բաց են թողել։ Դա իրոք այդպես է, ես իմ ազատության մեջ եմ։ Իմ վրայից հանվել են բոլոր մեղադրանքները։ Դու ստում ես ավեն։ Քեզ չէին կարող բաց թողնել։ Եթե մի քիչ հեռատես
լուրջ կվերաբերվեիր իմ խոսքերին։ Եվ հիմա ստիպված չէիր լինի եւ մեր հետ կրծոտելու։ Լսի դու չփորձես ինձ հետ նման տոնով խոսել։ Վաղ թե ուշ դու հայտնվելու ես բանտում։ Հիշիր խոսքերս։ Հնարավոր է, որ դա այդպես լինի, բայց նախքան այդ դուք պատասխան կտաք ձեր գործած անօրինությունների համար։ Մենք ինչ որ արել ենք միասին, Զավեն։ Ոչ, ես քո հերոսական քրեական անցյալի հետ ոչ մի կապ չունեմ։ Բայց իմ ձեռքի տակ ունեմ բավականին հավաստի փաստված տեղեկություններ, որոնց ի հայտ գալուն պես քո ազատության մեջ գտնվելու շանսերը կհավասարվեն 0-ի։ Դու ինչ է որոշել ես օգնել ոստիկաններին, Զավեն։ Ոչ իհարկե։ Ես ուղղակի ետ եմ վերադարձնում քո պարտքը։ Հուսով եմ մենք այլևս չենք տեսնվի, պարոն Վարդանյան։ Ալեքս, ուղարկիր ոստիկանություն։ Զուր ես պնդրում, ծրարի վրա հետադարձ հասցետ չկա։ Հասկացա։ Ներս հավեցիր։ Ողջույն Մանխաս։ Բարև Զավեն։ Նստիր։ Չէի սպասում, որ քեզ այսքան շուտ բաց կթողնի Զավեն։ Ասում են, որ այն Ավագյանը շատ լուրջ նախապատրաստվել էր քեզ փագելու համար։ Այո, իրոք, Ավագյանը ինձ մեծ գլխացավանք պատճառեց, բայց ինչպես տեսնում ես, ես արդեն այստեղ եմ։ Մի հարց կարելի է, Զավեն։ Լսում եմ քեզ։ Իմ ունեցած ինֆորմացիայով քո դեմ լուրջ փաստեր ունեն, Զավեն։ Ու ասում են, որ այն դեպուտատ Վարլամյանը քո դեմ ցուցմունքներ է տվել։ Ու ես ինչքան գիտեմ, ես քանի տարի եմ միլիցեքը քո հետևից են ընկել ու հիմա իրանք լուրջ ապացույցներ ունեն քո դեմ։ Ու այդքանից հետո քեզ բաց են թողել։ Այդ մի քիչ տարօրինակ չի, Զավեն։ Մանխաս, ինչպես գիտես, ամենաթանկ բանն է դա ինֆորմացիան։ Եթե տիրապետում ես ինֆորմացիայի, տիրապետում ես աշխարհին։ Իհարկե հեռու եմ այն մտքից, որ իմ ձեռքի տակ ունեցած ինֆորմացիան ինձ թույլ կտա աշխարհին տիրանալու։ Բայց դա ամենայն դեպս բավարար է, որ ես ինձ պաշտպանված ու ապահով զգամ։ Դու հասկանում ես, թե ես ինչի մասին եմ խոսում։ Հա, ուզում ես ասես, որ քո այդ ինֆորմացիայի հիման վրա դու շանտաժ ես արել որոշ բարձր աստիճան մարդկանց։ Նրանք է ստիպված անել է քեզ ազատ արձակել, որ կեղտը ջրերից դուրս չգա։ Այո։ Եթե ճիշտն ասեմ, ինձ այդքանը չի հետաքրքրում, թե քեզ ոնց է հաջողվել ազատվել։ Ես ուրիշ հարցով եմ եկել քո մոտ, Զավեն։ Լսում եմ քեզ, Մանխաս։ Ինչ է քեզ հայտնի Միրոյի մասին, ինչի համար է նրան պահում։ Ես ուզում եմ իմանամ, լուրջ թեմա կա այդ բիծու վրա։ Ոչ, նրան այսօր բաց կթողնեմ։ Վստահ ես դրանում։ Այո, բայց չեմ կարծում, որ Միրոյի ազատության մեջ հայտնվելուց հետո դու կհասնես այն քո երազանքներին, որ ունեցել ես, եւ այն բարձունքին, որի մասին այդքան երկար տարիներ երազել ես։ Դեռ ամեն ինչ կորած չի, Զավեն։ Երբ Միրոյին բաց կթողեն, մենք քո օգնությամբ կհասնենք մեր ուզածին, ու Օվիկին կստիպենք, որ հեռանա։ Մոռացիր այդ մասին, Մանխաս։ Ես հենց սկզբից քեզ զգուշացնում էի, որ դա կասկածելի գործարք է, իսկ դու ինձ չէիր հավատում։ Ես չեմ հասկանում, դու չես ուզում, որ Հովոն հեռանա։
Ես պրագմատիկ մարդ եմ եւ գիտեմ որտեղ եւ ինչ ձևով հասնել հաղթանակի եւ որտեղ ոչ։ Մախաս ես արդեն տեղյակ եմ, որ Կամոն, Երեմը եւ Բադալը հրաժարվել են Միրոյից։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս, որքան հնարավոր է շուտ դու նույնպես հրաժարվես նրանից, եթե չես ուզում ամբողջովին դիրքերը թուլացնել։ Միրոն հիմա կենդանի դիակ է, նրան շատ քիչ է մնացել ապրելու։ Զավեն, հիմա եթե ես չփորձեմ գործը ավարտին հասցնեմ, սենց երկրորդ շանս էլ ես չեմ ունենա։ Համաձայն եմ քո հետ։ Բայց Միրոյի հետ դու ապագա չունես։ Հիմա ինչ, ես էլ թողեմ կռիսի նման փախնեմ մոտից, հա Զավեն։ Դա փախուստ չի Մախաս, այլ գիտակցաբար վերցված դադար։ Եթե դու հիմա հեռանաս Միրոյից, ապա նա ստիպված կլինի ամբողջ կեղտոտ գործը մենակ կատարել եւ քեզ համար կբացվի նոր ազատ գործելու դաշտ։ Ես չեմ հասկանում, թե դուր ես խոսակցությունը տանում Զավեն։ Միրոն ամբիցիոզ մարդ է եւ երբ հասկանա, որ նա պարտվել է, միակ բանը, որ կմնա նրան անելու, դա վրեժն է։ Դու իրոք մտածում ես, որ Միրոն կփորձի վրեժ լուծել Լովիկից։ Վստահ եմ, հավատա ինձ։ Միրոյի պատասխան քայլ իրեն երկար սպասեցնել չի տա։ Որքան անհուսալի լինի դրությունը, այնքան ավելի դաժան կլինի պատասխան հարվածը։ Դու մոռանում ես, որ Հովիկ ու իր մարդիկ ձեռները ծալած չեն նստել Զավեն։ Ու նրանք էլ հիմա պատրաստվում են, որ մեզանից վրեժ լուծեն։ Միայն ոչ քեզանից Մալխաս։ Դու իմ անձեռնմխելի ես։ Եվ կարիք չկա մտահոգվել քո ապագայի մասին։ Եվ հիշիր, ոչ միշտ է հարկավոր հաղթանակի հասնելու համար նետվել կրակի առաջին գիծ։ Երբեմն հարկավոր է դիրքավորվել եւ սպասել հարմար պահի։ Ես կմտածեմ քո առաջարկի շուրջ Զավեն։ Բայց հիմա ինձ մեկ ուրիշ հարց է հետաքրքրում։ Ես ուզում եմ քեզանից այդ պատասխանները ստանալ։ Մի շաբաթ առաջ Միրոյի մոտ մի հատ ջահել է եկել, մականունը կար։ Ես համոզված եմ, որ այդ տղան այդքան էլ մաքուր չի։ Ու ես ուզում եմ, որ դու քո կանոններով ճշտես, թե вообще ով է ինքը իրականում։ Ես կփորձեմ, բայց չեմ կարծում, որ դա հիմա էական նշանակություն ունի։ Իմ համար ունի Զավեն։ Լավ, ես կանձնարարեմ, որ վեր բարձրացնեն նրա անձնական գործը։ Եվ եթե որևէ կասկածելի բան հայտնաբերեմ, քեզ անպայման կտեղեկացնեմ։ Լավ, պայմանավորվեցինք Զավեն։ Ես կսպասեմ քո զանգին։ Հաջողություն։ Հանգստացիր ջան, հանգստացիր, երեխային ոչինչ էլ չի պատահի, որ է Գևորգը նրան տուն կբերի։ Մամա, խդ ես վախենում եմ Ալենի համար, հասկացի։ Հասկացի, Յուլ ջան, Գևորգը նրան չի կարող վնասի, նա սիրում է Ալենին։ Ախ, ես չեմ հասկանում, ինչի Գևորգը վերցրեց երեխուն գնաց, որն է պատճառը, մամա։ Լսի Իրա, հետ որ մենք ուզում էինք տնից դուրս գայինք, դու էր ուզում, որ Գևորգը մեզ հետ գար, թե ինքն էր ուզում ամեն կերպ տնից դուրս թռներ։ Պապ ինքն էր ուզում։ Ախր ինչի չեք ուզում ինձ հասկանաք, ինչի չեք ուզում ինձ հավատաք, որ այդ հիմարը էլի լոմկեքի մեջ է, ուզում էր ամեն կերպ տնից դուրս թռներ, որ դոզա ճարեր ու լցներ թևերը։ Պապ, մի րոպե, դու ուզում ես ասես, որ
Գևորգը գնացել է թմրանյութ բերելու, Ալենին էլ հետ նա տարել, պապա։ Չգիտեմ։ Վարդան։ Ես շատ լավ գիտեմ, որ Գևորգը կամ ասուր կաննասունի մեկն է, ու նրանից ամեն ինչ կարելի է սպասել։ Բայց ոչ, որ երեխուն կարա վնաս հասցնի։ Իսկ են, որ երեխուն վերցրել է ու խանութից դուրս է թռել, հետը իրա բացատրությունը պետք է ունենա։ Պապ, ինձ հիմա ոչ մի բացատրություն պետք չի, հասկացի։ Պապ, ես ուզում եմ Ալեն իմ հետ լինի, հասկացի, պապ։ Դու մի անհանգստացի, Իրա ջան, մի անհանգստացի, բալես ամեն ինչ արվում է, իմ տղեկը սա քաղաքը տակնու վրա են անում, ու Ալենին անպայման կգտնեն։ Վարդան, գուցե ոստիկանություն զանգահարենք։ Չէ, Լուսինե, դրա կարիքը չկա։ Շեֆ, Գևորգն եկավ։ Ուշո, երեխեն հետն է։